Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մատիմի շարժումով գործընկերս հայտնվեց քաղաքացիական պայմանագրի Facebook-յան փակ խմբում։ Հետքի խմբագրությունում սկսվեց իրարանցում։ Բոլորս հավաքվեցինք էկրանի առաջ, տեսնելու թե ինչ էր խոսվում իշխանության փակ խմբում։ Խումբն ունի 850-ից ավելի անդամ։ Վարչապետ Փաշինյանը, կուսակցության ղեկավարությունը, падգամավորներ, նախարարներ ու ակտիվ կուսակցականներ։ Մինչ Գևորգ Պապոյանը ջնջում էր սխալմամբ ավելացված մարդկանց, այդ թվում լրագրողներին, մենք հասցրինք ուսումնասիրել խումբը։ Խմբում քննարկվում են ամենատարբեր հարցեր՝ կուսակցության անդամավճարներ, պետական համակարգում աշխատանքի հայտարարություններ առաջին ձեռքից, ակտիվ տարածման ենթակա թեզեր ու գրառումներ։ Մի խոսքով, կուսակցության ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ Դուք ասում եք, մենք անում ենք։ Դուք ասում եք 2023 թվականի սեպտեմբերին ընթանում էր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Սեպտեմբերի 15-ին պետք է տեղի ունենար քաղաքացիական պայմանագրի քարոզարշավն ամփոփող հանրահավաքը եւ երթը։ Հանրահավաքի բազմամարդությունն ապահովելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան փակ խմբում այսպիսի գրառում է կատարել. Հարգելի գործընկերներ, հույս ունեմ բոլորս հասկանում ենք Երևանի առաջիկա ընտրությունների հատուկ կարևորությունը։ Այս առումով խնդրում եմ բոլոր ջանքերը գործադրել վաղը ժամը 18:00-ից Էրեբունի թանգարանի հարակից հրապարակից նախատեսված մեր երթի բազմամարդությունն ու էներգետիկան ապահովելու համար։ Երթից հետո տեղի է ունենալու հանրահավաք, որը նույնքան կարևոր է։ Յուրաքանչյուրդ խնդրում եմ ներգրավեք ձեր ընտանիքների անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին։ Վարչական ռեսուրսի կիրառումը բացառել։ Շնորհակալ եմ։ Նիկոլ Փաշինյանի այս գրառման մեկնաբանություններում Կոտայքի փոխմարզպետ Հայկ Մկրտչյանը նշել էր, որ ինքը կապահովի 25-ից 30 մարդու մասնակցություն։ Գավառի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Միրաբյանը գրել էր, որ համայնքի ՔՊ խմբակցությունը իր ողջ ռեսուրսով ներկա կլինի։ Նոյեմբերյանի հավաքանու անդամներից Հայկանուշ Բեգլարյանը նույնպես նշել էր, որ ներկա են լինելու հավաքին։ Հարց է առաջանում, թե ինչու պիտի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ամփոփող հանրահավաքին մասնակցեին նոյեմբերյանի կամ Գավառի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները։ Իսկ ովքեր են եղել Կոտայքի փոխմարզպետի հանրահավաքին բերվող 30 հոգին։ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում հանրահավաքներին մասնակցելուն դրդելու մի դեպք էլ բացահայտել էր ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Նա ՔՊ-ի հավաքի ընթացքում մոտեցել էր մասնակիցներին եւ հարցրել, թե որ հիմնարկի աշխատողներ են նրանք։ Մասնակիցներից որոշները նշել էին, որ դպրոցների կամ մանկապարտեզների աշխատողներ են եւ եկել են ողջ կոլեկտիվով։ Որ ոչ թե կոսմետիկ եւ ձևի համար 108 մանկապարտեզից 35 մեր հայրենակիցների, այլ իրականացնենք զիզան եւ համակարգային լուծումներ, վերջնական լուծումներ բերենք մեր քաղաքին, որովհետեւ մեզ համար սիրելի մասնակիցներ, սիրելի մանկապարտեզից քաղաքացին երբեք անձնական վերահսկողության գործի չի կարող։ Մեզ համար երբեք քաղաքները եւ համայնքները եւ նայեք, շնորհակալ եմ։ Եվ նաև ես ուզում եմ, որ մենք մեր 16 մանկապարտեզից քանի հոգի։ Ես ուզում եմ, որ մենք եւ ես խնդրում եմ 25 հոգի, որ մենք Ստացվում է, որ հանրահավաքներին մարդկանց բերելու համար օգտագործվել են վարչական ռեսուրսներ։ Իշխանությունը, որը խիստ քննադատում է ցույցերին վարչական ռեսուրսն օգտագործելու դեպքերը, ինքն է դա արել։ Մեր հետագա հաղորդումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ հետևեք մեզ սոցցանցերում։